Ձեր ներքին ձայնով որտեղից եք եկել այստեղ, կաս։ Երևանից ձեր ներքին ձայնով եկել եք, միշտ եք գալիս Գյումրի, այստեղ եք միշտ մասնակցում։ Այո։ Մանավանդ այսօր դեկտեմբերի 7-ն է։ Բոլորս գիտենք, չէ՞, ինչ օր է։ Դրա մասին կարիք կա ասել։ Նույն Եվանադին ինչ որ 37 տարի առաջ։ Դա յուրաքանչյուր հայ մարդ իր առողջ բանականության մեջ ինքը ընդունում այն, ինչ կարողանում է մատուցել իր Տեղյակ եք, որ ըստ կարգի չի պատարագը մատուցվելու եւ բոյկոտվել է Շիրակի թեմի հոգեվորականների կողմից։ Ըստ կարգի չի մատուցվում։ Այսինքն ինչ ասել է ըստ կարգի։ Այսինքն հայտարարությունը տարածել են, հորդորել են, որպեսզի հորդորել են Փաշինյանի կողմից հորդորել են, որպեսզի իրենք զեղչեն կաթողիկոսի անունը եւ Շիրակի թեմի առաջնորդի անունը, հոգեվորականները սա համարում են կարգի խախտում եւ նաեւ ասում են, որ դրա համար կարող են նաեւ անեծքի, նզովքի արժանանալ։ Եթե հոգեվորականները նման հայտարարություն են անում, դա իմ բանականության եւ աստվածապաշտության հետ կապ ունի։ Այսինքն դուք աստվածապաշտ եք, պատարագներին ասացիք մասնակցում եք, հիմա էլ ասում են, որ սահմանված կարգով չէ, դուք էլ ասում եք Երևանից եկել եք հենց այս եկեղեցում, այլ եկեղեցում եւս պատարագ է մատուցում։ Ես այցելում եմ, քանի որ իմացել եմ, որ այստեղ նաեւ մեծ միջոցառում ա լինում եւ մասնակցում եմ։ Դրա մեջ ես ավելի շատ առողջ բանականություն եմ տեսնում, քան թե քաղաքականություն, որը հիմա շատ տարածված է Հայաստանում, որ ժողովրդի կեսը հիվանդությամբ է տառապում։ Սրա մասին է խոսքը, ավելի լուրջ հարցեր կան, քան թե ճղճին խոսակցությունները, որը տարածում է։ Ձեզ համար նորմալ է, որ ուժայինների կողմից այսպիսի գրոհի է, բառից բուն իմաստով գրոհի է ենթարկվում։ Ուժայինները ինչ գրոհի են ենթարկվում, ուժայինները պահում են իրենց կարգը, քանի որ մասսայական միջոցառում է։ Այստեղ հիմա այս պահի դրությամբ ավելի շատ իրենք են։ Ավելի շատ իրանք են, հեսա կես ժամ հետո ժողովրդն ավելի շատ կլինի, դա ինչ կապ։ Ինչ կապ ունի, մասսայական միջոցառում է։ Հասարակական, որտեղ եթե մարդկանց թիվը 3-ից ավել է, արդեն դա ամբողջ է, դա ժողովուրդ է, դա հասարակություն է։ Իսկ հասարակության մեջ տարբեր մարդիկ ունեն տարբեր մտածելակերպ։ Ըստ իրաց կրթական ցենզի։ Օրինակ, ինչի այլ եկեղեցու, ինչու այլ եկեղեցու դիմաց այսպիսի պատկեր չէ։ Այնտեղ էլ շատ մարդիկ են գնում պատարագների մասնակցում, ինչու սենց ուժայինները չեն գնում այնտեղ։ Որովհետև այստեղ ինչքանով տեղակ են։ Որտեղ այստեղ Նիկոլ Փաշինյանն է գալու եւ եկել են իր համար, այսինքն ուժայինները ծառայում են միայն իրեն։ Իրանք իրենց աշխատանքն են կատարում բոլոր երկրներում։ Դա չեղավ արդեն հասարակական կարգ պահպանել։ Եղավ Փաշինյանի անվտանգությունը ապահովել առնվազն։ Ներողություն, դա անձի խնդիրը չի, սա պետականության խնդիր է։ Բոլոր նորմալ երկրներում իհարկե, շատերն ով օրինակ։ Ինչ ասել է շատերը։ Շատերը ասում են, շատերից մեկը ես եմ, որ չեմ ասում։ Ես հարգում եմ ինստիտուտը, չեմ հարգում Փաշինյան, Պողոսյան, չգիտեմ եւ այլ։ Այսօր Փաշինյանն է, վաղը Պողոսյանը կլինի, դա ինչ է նշանակում։ Ինստիտուտը պետք է հարգել, եթե ուզում եք պետություն դառնալ։ Իմ կարծիքով հոգեվորականների ինստիտուտը հարգում է, ասում եմ ձեզ թեմի 29 հոգեվորական հայտարարություն է տարածել, անթույլատրելի է համարել այս պատարագը այս կանոններով, որը պիտի իրականացվի։ Հիմա եկեղեցին ինստիտուտ համարում է։ Կոնկրետ ինձ համար 20-ը կլինի, թե 120-ը կլինի, Աստված իմ մեջ է, եկեղեցին ժողովուրդն է։ 20 հոգի է, թե 1020 հոգի է, դրանք պետք է ծառայեն ժողովրդի հոգևոր կյանքին։ Իսկ 20 հոգին, ես չգիտեմ քանի հարյուրամյակներ ժողովրդից հաշվի չեն նստել։ Հաշվի չեն նստել բառից լայն եւ իմաստով։ Ով ասես չեն եղել, ով ասես չեն եղել։ Խռոնիկան բերում է դրան, չէ, հարգելիս։ Թե չէ ինչ որ, ես հասկանում եմ դուք ինչ որ ձեր դեմքը ծանում թա։ Հանդիմադիր։ Հա, հանդիմադիր եք ինձ թվում։ Հարգելի հետ